նշեցիք ապրիլի 5-ի հանդիպումը։ Կուզենայի իմանալ այդ հանդիպման գործնական շարունակությունը ինչպես է արտահայտվել, հատկապես հաշվի առնելով ամերիկյան վարչակազմի փոփոխությունները եւ արդյոք այդ ձևաչափը կենսունակ է եւ շարունակություն է ունենալու եւ հենց այդ կոնտեքստում նաեւ կուզենայի դուք ել նշեցիք 270 միլիոն եվրոյի մասին 270 միլիոն եվրոն ապրիլի 5-ին մեկ անգամ եւս հնչեցվեց այդ թիվը եթե ես ճիշտ եմ հասկանում այդ թիվը այնուամենայնիվ միջև այդ արդեն նախատեսված եղել էր տարիների ընթացքում Եվրամիության հետ համագործակցության այսինքն այնուամենայնիվ ինչ նոր ծավալի օժանդակություն, ծրագրեր կամ ինչ որ այսպես ասենք ներգրավվածություն ենք մենք ունեցել կամ ունենալու առաջիկա տարիներին։ Շնորհակալություն այդ հանդիպմանը չկար որոշում թե պետք է եւ երկհամակարգված համագործակցել Հայաստանի հետ եւ ավելացնել աջակցության ծավալը այդ թիվը այո ներառում էր թե կայացված արդեն որոշումները աջակցության վերաբերյալ, բայց նաև ներառում էր լրացուցիչ աջակցություն, կար նաև լրացուցիչ աջակցություն հումանիտար ասպարեզում, երկու կողմերը հատկացումներ արեցին, շոշափել է արդյունքը Եվրամիության դեպքում դիմակայության եւ աճ ծրագիրներ, ԱՄՆ-ի դեպքում USAID-ի կողմից օգնության աճներ, որը եռապատիկ կարծես ավելացավ, այժմ գիտեք որ կան խնդիրներ USAID-ի հետ կապված, այս հարցը մնում է անորոշ, որ ծրագրերը կշարունակվեն եւ որ ծրագրերը չեն շարունակվի, այստեղ նաեւ կարեւոր է իհարկե որպես արդյունք քաղաքական աջակցությունը Հայաստանին, թե բարեփոխումների անցկացման, ժողովրդավարության ամրապնդման, թե խաղաղության հաստատման առումով Այժմ նոր վարչակազմի կողմից չունենք ազդակներ, կշարունակվի թե ոչ համագործակցությունը այս ֆորմատով, համենայնդեպս անցած տարի էլ նման քննարկում տեղի չէր ունեցել։ Այսինքն հիմնականում այն ծրագրերը, որոնք ներդրվել են երկու կողմից, նրանք շարունակվում են բացառությամբ USAID-ի պահով։ Եվ հետագա ընթացներում կտեսնենք արդյոք նման կարիք եւ հնարավորություն կլինի այս ֆորմատով լրացուցիչ հանդիպումներ տարբեր մակարդակներով կազմակերպելու։